Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկել է ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն զարգացման խորագրով երկօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ Tigrin նախագծի շրջանակում։ Նախագծի շրջանակներում նախատեսված են մի շարք գործողություններ, մի շարք միջոցառումներ, դրանց թվում է համապատասխան ճանապարհային քարտեզ, բարձրագույն կրթությունը հանուն կայուն զարգացման այդ ճանապարհային քարտեզի մշակումը, մի շարք այլ գործողություններ իրականացումը եւ ինչպես նաեւ հայաստանյան համագործակից բուհերի, իսկ այդ բուհերի թվական շուրջ 1 տասնյակի է հասնում, այդ բուհերում համապատասխան նոր կանաչ եւ կայուն օրակարգի շրջանակներում նոր մագիստրոսական միջդիսցիպլինար կրթական ծրագրերի իրականացումը։ Մարկոսյանի խոսքով նախագծի իրականացման արդյունքում կգործեն 4 կամ 5 մագիստրոսական նոր կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն աշխատաշուկայի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ։ Սա իրոք կարևոր նախագիծ է, որը ուսանողներին հնարավորություն կտա լինել մրցունակ, բուհն ավարտելուց հետո ունենալ արժանապատիվ աշխատանք։ Մրցունակությունը մեր օրերում կարևոր դեր ունի աշխատաշուկայում, եւ եթե աշխատակիցը բանիմաց է, առաջնահերթությունը տրվում է նրան։ Tigrin նախագիծը միտված է 21-րդ դարի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստելուն։ Նախագծին մասնակցում է նաև Մայրբուհը։ Երևանի պետական համալսարանում ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2025-ից 26 ուսումնական տարում։ Այստեղ կպատրաստեն կանաչ տնտեսության կառավարման մասնագետներ։ Մշակվել է ծրագրի ուսումնական պլանը, որի համար հիմք է հանդիսացել միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրությունը։ Ծրագիրը միջգիտակարգային է, քանի որ ներառում է գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, ինչպես նաև տնտեսագիտության ոլորտի մասնագետների, ովքեր ծածկում են ծրագրի կրթաբլոկը կառավարման մասով, տնտեսագիտական տեսության և մոդելավորման առումներով։ Ծրագրում ներգրավված են նաև էկոլոգ մասնագետներ և իրավաբաններ, այս իմաստով միջգիտակարգայնությունը ծրագրի առավելագույնս ապահովված է, որը որ երաշխավորում է բարձր որակի ուսուցում և բնականաբար աշխատաշուկային պահանջվող մասնագետների պատրաստում։ Մասնագետները պնդում են կայուն զարգացման միտումներն այսօր առաջնահերթություն են ոչ միայն կրթության, այլև տնտեսության, այլ ոլորտներում, բիզնեսում, իսկ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է որակավորված մասնագետներ ունենալ։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։